Սասաում ես երազում Ու մեզ կանչում ծիծաղով Երբ նայում ես հմայում ես քո լույսով Լուսաբաց ես գարնան լուսաբաց Ես ապրում եմ քո կարոտով քո հույսով Քո աչքերով եմ գերված Գալիս ես դու Գալիս ես ախերով Գալիս ես դու ինձ մոտ Իմ կյանքի հարավով Գալիս ես դու ինձ մոտ Իմ կյանքի հարավով Իմ կյանքի հարավով Երաստիմ, ամեն անգամ քեզ տեսնելով հիշում եմ դարավոր հիմարությունը, լռությունը ոսկի է։ Ախր ոնց կարող էին մարդիկ այդքան արժե զրկել լռություն։ Ու այդ քո ինչին ա պետք։ Ես այսօր այդ պարտքս պիտի ամբողջությամբ փակեմ։ Դե բարև ձեզ։ Ոչինչ որ աղանի փողերը մեր ընդհանուր փողերն ա։ Ստացվում է իմ բաժնից էլ ես ուզում վերցնել։ Ես չեմ պատրաստվում քո պարտքը փակել։ Դե էդ էլ ընդհանուր գործի համար։ Եթե ես այսօր այդ գումարը Հայրիկյանին չփակեմ, ինքը կարող ամեն ինչ փչացնի։ Ու հետո մի մոռացի, որ ես էլ եմ զոհաբերության գնում։ Ես այս քաղաքական թեմաներով աղյանից էլ շատ ավելի մեծ գումարներ էի պատրաստվում փոկել։ Ու դու դրա մասին չէիր էլ իմանալու։ Էնպես որ խնդրում եմ գնահատեք անկեղծությունս։ Լավ։ Ինչպես սիրում են ասել դերասանները, սցենարին կծանոթանամ, հետո կորոշեմ համաձայնել թե ոչ։ Վատ չի։ Սենց ջերմ զրույցից հետո դու Թագու հետ պետք է ամուսնանաս։ Յա, իչմ շուտ չէ։ Դե շուտը շուտ է, բայց որ հաշվի առնենք ԱԱՑ-ն մեզ ինչքան ժամանակ է տվել, մի բանն էլ ուշացնում ենք։ Ես չանց չունիմ։ Նկարը արա հեչ բան չփոխված։ Դե պարոն աղան, ես ձեզ ասում եմ, Թագու հետ դժվար լինելու, հեչ չի լինելու։ Թագու պես կանանց գումարով չեք խափի։ Նրանք ուրիշ արժեքն են սիրում։ Թակույնն է, կասե 2 ժամից հանդիպի։ Վատ չի։ Շատ լավ է։ Եթանք այդ հողը կտեսնենք, նոր կետանք։ Պարոն աղան, տեցել չհասկաց, այդ հողը ձեր ինչին է պետք։ Հողը պետք չի, տագինն է պետք։ Տագինը իհարկե կներեք, բայց չհասկացա։ Տագը ոսկի կա։ Ինչ կխնդաս։ Լավ էլի պարոն աղան, բացառվում է, ոնց կարա այդ հողի մեջ ոսկի լինի։ Ես վստահ եմ, որ կա։ Չգիտեմ ինչի համար եք այտենց վստահ, բայց ես նորից եմ ասում, եթե այդ հողի մեջ ոսկի լիներ, հիմա նոր էինք քանդել։ Քու գործը չէ։ Դու տարընձի ծանոթացու տիրոջ հետ, ես ամեն բան շտկեմ։ Հայելի տանեմ, հարց չկա։ Ուղղակի գնալու ենք այնտեղ, առնես ու պարզվում է, ոչ մի բան չկա։ Այ տղա, ես միամիտ մարդ չեմ։ Ես կետամ գստուգեմ, եղնի կառնեմ։ Հա, հարց չկա, բայց գնալու ենք այնտեղ, տենակ ու իզուր ժամանակ ենք կորցնել։ Ժամանակ էստեղ են կորցնում։ Կմա։ Հա, դե պրոցեդուրատ պրծի գնանք։ Okay։ Այո, ծերուկ։ Սա կոչվում է ոսկու տենդ։ Երանի կոներվերի։ Hey, listen, ես կուզեմ Թակույն հրավիրեմ, չիդեմ, ճաշարան թե կինո։ Ազգային պատկերասրահ։ Արա, ես լուրջ բան կասեմ։ Ես եկեզի լուրջ կպատասխանեմ։ Այտենց բան ինքդ պետք է սիրե։ Ոնց։ Թագուին հանգիստ կարող նժդեի աղջիկը լիներ։
Ես չգիտեի, որ այդքան ազգային աղջիկ է։ Հարգելի ռադիո լսողներ, գնացինք։ Հարգելի ռադիո ունկնդիրներ, թողարկումը ընդհատում ենք հրատապ լուրով։ Հայ ազգ շարժումը ղեկավար Արմեն Գրիգորյանցի առաջնորդությամբ կրկին դուրս է եկել փողոցային պայքարի։ Ցուցարարները վանկարկում են ծովից ծով Հայաստան ու հաշվի առնելով նրանց դրամատրությունն ու տրամադրվածությունը, կարծես ակամայից սկսում ես հավատալ այդ ամենին։ Ես ձեր ցավը տանեմ։ Հալալա էս տղեկին։ Օրորի որ այսպես թափ են հավաքում, դες ոնց եմ ուրախանում։ Հասկանում եմ, որ այս տղեկի շնորհիվ է, որ շուտով Հայաստանը կդառնա մեծ հայք։ Դու կհասկանաս ինչ կասես։ You gets the 21st century in Հայաստանը պետք է եղնի ծովից ծով։ Զարմանում եմ, թե ոնց է քո երակներում Տիգրան Մեծի արունը հոսում։ Բարոն աղայան, come on։ What? Հարգելի հեղափոխականներ տեղերում, մոտենում են։ Արմեն։ Սա վերցրու։ Սա էլ օղակները քաշում ես։ Գիտես, թե հաջողություն ես։ Աբո։ Այսօր կոմոդ։ Ժողովուրդ ջան, ես արագ բաժանեք։ Հիմա ուշադրություն, մի հատ փորձում ենք։ Ուրեմն երաժշտությունը գնում է, դուք վանկարկում եք։ Հասկացաք։ Գնացինք։ Շատ լավ, ապրեք։ Հիմա ավելի հոգեղեն, էլի ոգեղեն, ավելի հաղթական։ Հասկացաք։ Ձայձավեն։ Գալիս են սկսում ենք։ Պատրաստ եք։ Գնացինք։ Լմյատես, ես ձեր ցավը տանեմ։ Ծովից ծով, Հայաստան, ծովից ծով, Հայաստան, ծովից ծով, Հայաստան։ Արա տղա, խելրել ես, մենք ուշացանք։ Բարոն աղայան, այս տեսարանը տեսնելուց ոնց չեք փշակալվում։ Ծովից ծով, Հայաստան, ծովից ծով, Հայաստան։ Ես զարմանում եմ, թե ձեր երակներում ոնց է Տիգրան Մեծի արունը հոսում։ Եթե նույնիսկ իմ երակներում Մոնղոլի արունը հոսում, ես այս ալիքը տեսնելուց ոգևորվում եմ։ Ծովից ծով, Հայաստան։ Տես ալիքի իմ նավի հետ գործ չունի, ես ինչ գնամ ենեմ։ Ասեմ, տես, հայրենասեր, պարզ, ուժեղ, թասիմով ժողովուրդ են։ Ֆինանսավորի, թող ընտրություններին մասնակցեն, հաղթեն, ու այս երկիրը ծաղկացնեն։ Ծովից ծով, Հայաստան, ծովից ծով, Հայաստան։ Պոլիտիկը իմս չէ, ես հեչ բան չեմ հասկնա։ Դու պետք չի որ հասկանաս։ Դու ֆինանսավորի, մնացածը իրան կանեն։ Ծովից ծով, Հայաստան։ Արա տղա, դու գիտես ինչքան դրամ է պետք այդ գործի համար։ Գործը, որ ասում ես դու հայրենիքը նկատի ունես։ Come on, մենք ուշացանք։ Come on, let's go։ Հայաստան։ Չենք ուշանա։ Հեսակ զանգեմ այդ հողի տիրոջը, կասեմ ուր որ այա հասնում ենք։ Ալո, բարև ձեզ։ Կներեք, մենք մի փոքր ուշանում ենք, որովհետեւ Ինչ։ Շատ լավ, ուրեմն ստեղ էլ կհանդիպենք։ Հողի տերներ, ասում այսօր չեն կարող հանդիպենք, որովհետև իրանք էլ գյուղացիներով գալիս են այս ցույցին։ Ծովից ծով, Հայաստան։ Թակուի ջան, գներես, բայց բոլոր փողոցները փակած են, ցույց կանեն, պրոտեստ կանեն, մենք հիմի չենք գնա, լրվե մնացել ենք։ Հա, իհարկե, Սողոմոն ջան, խնդիր չկա, դա նույնիսկ հարգելի պատճառ է, վայ չեք պատկերացնի ես ինչքան ուրախ եմ, որ մեր երկրում վերջապես ինչ-որ բան կփոխվի, մեջս հույս արթնացավ։
Այդ ուժը իրոք ազգային է ու արդեն քանի տարի է պայքարի մեջ է։ Ես համոզված եմ, որ հաջորդ ընտրություններում նրանք հաղթելու են։ Իսկ նրանց առաջնորդը Արմենը, ազնիվ, մաքուր, իսկական մեր երազանքների առաջնորդը։ Ալո։ Ահա։ Ուր։ Լավ։ Բարի, Արոն աղան, գնում ենք։ Ես ժամադրված եմ Թակուի հետ։ Դվեք ես հիմա Թագուն կբացատրեմ։ Թագու ջան, բարև ձեզ։ Մանուկն է։ Ներողություն եմ խնդրում, ուղղակի պարոն աղան հիմա չի կարող ձեզ հանդիպել, որտեղ հենց նոր զանգեցին շատ կոնֆիդենցիալ հանդիպման հրավիրեցին։ Այս միտինգների հետ կապված։ Չէ, հեռախոսով չեմ կարող պատմել, կտեսնենք մանրամասն կպատմեմ։ Հա, ձենս հետ այս միտինգներին անընդհատ գոռում եմ։ Իսկ դու աշխատի աչքից չերևաս։ Շատ բարի։ Լավ։ Գնացինք։ Ուր։ Չիտեմ, գնացինք։ Գոնե հիմի կասես ուր ես բերե։ Հիմա կիմանանք։ Բարև ձեզ ձերդ գերազանցություն։ Բարև։ Ես ձեր հարցերին կպատասխանեմ մի փոքր ավելի ուշ։ Հիմա ինձ համար կարևոր է ստանալ ձեր համաձայնությունը։ Ինչ համաձայնություն։ Տեսեք, մեր երկիրը անցել է խորհրդարանական կառավարման։ Գուցե շատերի համար նախագահի պաշտոնը այդքան էլ կարևոր չի, բայց ոչ ինձ համար։ Դա ինձ համար սիմվոլ է։ Երբ մենք անցնենք խորհրդարան, երբ մենք գանք իշխանության, ես ուզում եմ, որ ձեր այդ գերազանցությունը տա իր համաձայնությունը, որպեսզի ձեզ ներկայացնենք նախագահի թեկնածու։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ մեր երկիրը հզորանա ու դառնա գերտերություն։ Եվ այդ ճանապարհին մեզ համար շատ կարևոր ու խորհրդանշական է, որ մեր այսպես կոչված թագավորը լինի Տիգրան Մեծի հետնորդ։ Պոլիտիկը իմ գործը չի, ես Դուք ուղղակի լինելու եք սիմվոլ, ինչպես օրինակ Անգլիայի թագուհին, բայց այնպիսի սիմվոլ, որ աշխարհը կրկին հաշվի է նստելու մեր մեծ ու հզոր պետության հետ։ Ձեր այդ գերազանցություն, ես վստահ եմ, որ մենք նույն բանն ենք ուզում մեր հայրենիքի համար։ Հաստատ, պարոն աղանը շատ մեծ հայրենասեր է, պարոն կներեք։ Նորմալ է, համապատասխան մարդիկ ու տեղերում արդեն գիտեն, որ ես եմ լինելու, դա անխուսափելի է, ինչպես նաև անխուսափելի է մեր երկրի հզորացումն ու գերտերություն դառնալ։ Իհարկե հազար ներողություն, իսկ այդ նախընտրական քարոզարշավի համար գումարներ պետք չեն, որովհետև մենք պատրաստ ենք։ Չէ։ Միակ բանը, որ ինձ պետք է ձեզնից, դա ձեր այդ գերազանցության համաձայնությունը ստանալն է։ Ես հիմի չգիտեմ ինչ ասեմ։ Ես չեմ համարձակում ձեզ շապեցնել։ Դուք կարող եք մտածել, հետո պատասխանել, առանց այդ էլ ձեր ժամանակից շատ խլեցի։ Ուֆ, շատ շնորհակալ եմ, որ չմերժեցիք խնդրանքս ու եկաք այս հանդիպմանը։ Հալալ էր այս մարդը։ Սա գործի համար գումար առաջարկեցինք չվերցրեց։ Ես պիտի խմեմ։ Ահա իմ մուտքը 10 վայրկյանից։ Հասկացա։
դիգակ մեզ հետ։ Ու ինչ ասա նշանակում։ Այդ դուք ինձ պետք է ասեք։ Դուք հանդիպում եք Գրիգորյանցի հետ եւ ձեր մոտից հեռանալուց անմիջապես հետո ինքը ենթարկվում է մահափորձի։ Մահափորձի։ Էնեն։ Փառք Աստծո։ Փառք Աստծո, որ չի մեռել։ Առայժմ այո։ Բայց եթե Երիկամի փոխպատվաստման գումարը չգտնենք, երկար չի ապրի։ Բայց մենք հիմա դա չենք քննարկում։ Ինչ հարցով եք հանդիպել իր հետ։ Եկավ իրան քարի մեր քարի առաջը կանեցուց իջավ, ասեց որ ինքը Prime Minister պետք է եղնի եւ գուզեր որ ես իրան կողքը կանեի, ինչպես այդ անգլիա թակուին։ What? Ամեն բան պետք է օգորտ ասեմ։ Դուք իրոք կարծում եք, որ մենք ոչ մի բան չգիտենք։ Նման հարցերը առանց մեր հետ համաձայնացնելու չեն արվում։ Ուրիշ ինչ եք խոսել։ Հեչ բան, that's all։ Կարող եմ ինչ-որ տարաձայնություններ եք ունեցել։ Հարցը չհասկացավ։ Կարող է ինչ-որ տարաձայնություններ եք ունեցել։ Պարոն աղան, չեն ունեցել։ Ինքը կարծե որ ես եմ խփել։ Պարոն աղան, վերջին մարդը ում տեսել է Գրիգորյանցը, դա դուք եք եղել։ Հետևությունները թողնում եմ ձեզ։ Կխնդրեմ, քաղաքից չբացակայեք ու ահոթեք, որ Գրիգորյանցը ողջ մնա, որովհետև ինքը միակ մարդն է, ով կարող է ապացուցել, որ դուք այս ամենի հետ ոչ մի կապ չունեք։ Հա, բայց տենց ոնց կեղնի։ Չեմ անուք։ Դուք չեք հասկանում, թե ինչ էր գործում։ Եթե ինքը Աստված ոչ անի մահանա, մենք ստիպված կլինենք լաբորատոր միջամտությամբ շարունակել արքայական տոհմը, որովհետև չեմ կարծում, որ կգտնվի ինչ-որ մեկը, ով կցանկանա ամուսնանալ բանտում նստած, ոչ երիտասարդ տղամարդու հետ։ Այ քեզ բան։ Հալա, բայց ոնց։ Այսքանից հետո էլ կասկած չունեմ, որ Գրիգորյանցը հենց այն մարդն էր, որ այս երկիրը պետքա դարձնել գերտերություն։ Նրա համար էլ Ինչքան դրամ է պետք է սրճերի համար։ Դե հաստատ չգիտեմ, բայց երևի մի $100,000։ Ինքի հիմի հիվանդանոցն է։ Իրանց ասեք վճարեմ։ Պարոն աղան, բայց ինչի պետքա դուք վճարեք։ Մեկն պետք է վճարեք, թե չէ։ Հա, էլի խնդիր չի։ Բայց Գրիգորյանցը աշխարհի բոլոր հայերի համար էր ոտքել է։ Եթե ամեն մեկը $0.5 գումար ուղարկի, այդ փողը կհավաքվի։ Այսօր մեր խելոք տղեմ ինձ ասեց, հայրենիքը բիզնես չէ, սեր է։ Դու որ ունենայր կվճարեիր։ Դե չեմ ուզում իմ կարծիքը ձեզ պարտադրեմ, բայց հա, ես հաստատ կվճարեի։ Okay, մտածի որ քու դրամն է, վճարե։ Դե եթե տենց մտածենք, խնդիր չկա։ Վճարեցի։ Խնդրեմ։ Հարգելի ռադիո ունկնդիրներ, օրը հագեցված կլինի հետաքրքիր անակնկալներով։ Սպասեք լավ լուրերի ու մի ընկճվեք։ Ամեն բան առջևում է։ Բժշկական կենտրոնից, որտեղ տեղափոխվել էր Գրիգորյանցը, հենց նոր տեղեկացրեցին, որ անանուն բարերարի կողմից վճարվել է Երիկամի փոխպատվաստման համար նախատեսված ողջ գումարը։ Ու շուտով պարոն Գրիգորյանցը կրկին կկարողանա շարունակել իր պայքարը հանուն հզոր հայրենիքի։ Մեզ չհաջողվեց բարձել բարերարի ինքնությունը, սակայն վստահ ենք, որ նա արժանի հայ է։ Ու եթե հիմա մեզ լսում ես, իմացիր, որ երախտապարտ ենք քեզ։ Օ, թակույնն է։ Հայ, Սողոմոն, չեմ հավատում, պաստորեն դու ես եմ մարդով պրկել ամես, պրկեց մեր երկիրը, մեր ապագան։ Ես այնքան երջանիկ եմ, որ ճանաչում եմ քեզ, դու իսկական հայ ես, իսկական հայրենասեր։
Ճիշտ ասած մանուկն ինձ ասեց, ու ես հիմա բառեր չեմ գտնում արտահայտելու իմ շնորհակալությունը։ Շնորհակալ եմ քեզ Սողոմոն։ Վարկեն առաջ ուզում եմ տեսնել քեզ ու համբուրել։ Ուղղակի, եթե իհարկե հնարավոր է, ուզում եմ տեսնել քեզ։ Okay, գուկամ։ Համբուրում եմ։ Հենց է տող իմանա։ Okay, տարտուն քիչում սիրուննամ։ Սրանից ավելելու սիրուն նահակ։ 01։ Պարոն աղան, բայց պետք է խնդրեմ, որ Զավենը ձեզ տանի։ Մի քիչ անձնական գործեր ունեմ։ Կվերջացնեմ, հետո ձեզ կմիանամ։ Ավելի լավ։ Զավենի կողքի ես ջայլ կերևամ, քու կողքիդ ես պարավ կերևամ։ Մեկ։ Զգույշ կլինես։ Դուք չեք նկատել բալագանը։ Ես սպիտակ մազեր ունեմ։ Դե ինչ, անցնեն գործի։ Ինչպես կասեր Մոպասանը, փչել բոլոր փողերը, համազգեստը շքերթային, զորահանդեսի հրամանատարը ես եմ։ Ասի ճշտ եմ այդքան ինչ ես անում, ես շենքում նոր հյուր գամ։ Եվ օզարմանք, դու բարեգործական հիմնադրամի տնօրեն։ Էդ ոնց։ Դե տենց։ Ենքան ընկակ հետևիցս միջև ստիպված մտա օրենքի դաշտ, դարձել եմ գրանցված աշխատող։ Հիմա ամեն ինչ օրենքի սահմաններում եմ անում։ Այնպես որ ժամանակն է ինձ հանգիստ թողնել։ Ես կթողնեմ, խիղճս չի թողնում։ Աղաջանյան աղբոր պես, ոստիկանի խիղճ էդ լավագույն դեպքում կարա սերիալի վերնագիր լինի։ Չնայած մյուս կողմից էլ այդքան մարդու դու ես գցել, թող մեկն էլ քեզ գցի, ամեն ինչ արդար է։ Եթե ասացներդ չիմնավորես, կմտածեմ, որ ոստիկանական էժան տրյուկ է։ Այդ կարմիր իկրան, որի համար դու մինչև հիմա Հայրիկյանին պարտքես, ժամկետ անց է եղել։ Դրա համար ձեր էքսպերիմենտը չի ստացվելու, ամեն ինչ փչացել է։ Չստեղ մի բան են չի։ Այս իկրայի հետ հաստատ մի բան են չի, որովհետև ես ամեն ինչ ճիշտ եմ արել։ Գիտեմ, Վիտալի ջան, գիտեմ։ Էդ ես եմ սխալ արել, որ այս գործը քեզ եմ վստահել։ Հա, Վիտալին ինձ ամեն ինչ պատմել է։ Էդ ինքը չէ, կարմիր իկրան պիտի սև դարձնել։ Բայց ինչ ֆանտազիա ունեք։ Դե ամեն ինչ պատմել է, ինձանից ինչ ես ուզում։ Մինչև դու չբողոքես, մենք չենք կարող գործին ընթացք տալ։ Դե ես մի գործն էլ թող առանց ընթացք։ Անուկ, ես ընդամենը ուզում եմ քեզ օգնել։ Պարոն Սողոմոն աղայանի վարորդն է բերել։ Ներքևում քեզ է սպասում։ Ինչ ես վրճվում։ Սողոմոն, դու չես դադարում ինձ անակնկալներ մատուցել։
Ստացա ծաղկե փունջդ, շոյված եմ։ Վերջապես պիտի հանդիպենք։ Առայժմ։ Փոխվելու ես, թե սենց ես գնալու։ Տար դրանք։ Վերջապես սկսեցինք իրար հասկանալ։ Ես ինչա։ Ժամկետնանց իկրայի դիմաց, ժամկետնանց փողեր։ Ափսոս։ Իրականում ես արդեն ուզում եմ հետդ սկսեի ընկերություն անել։ Բայց ես չեմ ուզենա ընկեր կորցնել։ Դրա համար ավելի լավ ամենանք ծանոթներ։ Աղաջանյան ամեն ինչից տեղյակ է։ Ու եթե միջև հիմա դու ճաղեր հետևում չես, այդ նրանից է, որ երբ պետք է ես ձկնորսեմ, երբ պետք է ձուկ, ու գիտեմ լռել։ Ու եթե ինձանից մի հատ թեփուկ պակասի, Աղաջանյանը մի անգամից դուրս է գալու քո վրա։ Ոչ չեմ սիրում, որ ինձ սպառնում են։ Չէ։ Ես ուղղակի ազատ կյանքդ եմ երկարացնում։ Դու չես պատկերացնում ինչի մեջ ես մտնում։ Ինչ իմանաս, մինչև չմտնես։ Այդ փողերն էլ հաշվին, փողը հաշվել է սիրում։ Չէ, գիտես, իրականում մարդիկ հիանում են ուժեղ կանանցով։ Դե հիանում են, որ նրանք կարողանում են միայնակ լուծել իրենց խնդիրները։ Բայց դա նույնն է, որ հիանաս, թե ինչպես է կույրը կարողանում գտնել իր ճանապարհը։ Մինչդեռ դա նա անում է ստիպված լինելով։ Հավատա ինձ, ուժեղ կին լինելը դա ընտրություն չէ, այլ ուղղակի պարտադրված կերպար։ Իրականում այդ ամենի տակ թաքնված է թույլ եւ անպաշտպան կնոջ իրական էությունը։ Ես քեզ շատ շնորհակալ եմ։ Դու ինձ վերադարձեցի իմ իրական կերպարին, իմ թուլությանն ու անպաշտպանության։ Ես ուզում եմ խմել իմ թուլության կենացը, որը միմիայն քո ուժեղ լինելով է պայմանավորված։
աչքերում արևն է շողում Դու նայում ես ու շոյում ես մազերը Աղբյուրի պես ծիծաղում Ես չգիտեմ թե որտեղից դու եկար Կանաչ կարնան ծիծեռնակի պես Դու չկայր ու իմ սրտի մեջ սեր չկար Հիմա սիրոցով եմ ես Մենք պետք է շատ զգուշ լինենք։ Հայրիկյան այս ամեն ինչը կուլ չի տա։ Ափսոսում եմ, որ այս միտինգների թեման սենց էժան վաճառեցին։ Նկատի ունեմ Գրիգորյանցին։ Այս թեմայով մենք աղարանից հենց շատ կարայինք փող ստանայինք։ Բարև ձեզ։ Բարև։ Բարենք։ On, հավես չունեմ։ Էրիկ։ Գուցե գրկեի մանմինդ տաքու երազեի Թե աստղերը իշը խապեն երևի համպուր է շուրթերը այդ գիշեր Ու կերկեի մեղմիկ երկեր որ կյանքը սեր Իսկ չես կարծում, որ ավելի ճիշտ էր այդ գումարը տայիր ու գործնեիր դրանցից։ Զարմանում եմ ձեր վրա։ Երեք որ պետք է այդ գումարը տանեի, ահավոր տխուր էիք, այսօր չգիտես ինչու բոլորդ ուրախ։ Ես ուղղակի անհանգստանում եմ քո համար։ Մտածում ես, որ հետս ինչ-որ վատ բան կլինի ու երազանքները չեն իրականանա։ Չէ, ես մի վարքյան նույնիսկ չեմ կասկածում, որ քո բոլոր երազանքները իրականություն են դառնալու։ Շատ կարճ էր, ինչ կարճ էր, շատ կարճ էր, ինչ կարճ էր, շատ կարճ էր, ինչ կարճ էր, շատ David, ջայ ծավեն։ Ալո։ Hey, Մանուկ։ Արմենը ինչպես է։ Վիրահատությունը լավ է, անցե գիտակցությունը տեղն է եկել, ամեն ինչ լավ է։ Okay, ես գուզեմ էտամ հիվանդանոց տեսնեմ։ Հիմա։ 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 Լավ։ Այ, մենակ կարմիր գլխակ։ Ինչու գեղեցիկ ծաղիկներ չես հավաք։ Եվ տատիկիդ մի գեղեցիկ ծաղկեփունջ չես նվիրում։ Շատ լավ գաղափար է։ Ես հենց այդպես էլ կանեմ, պարոն Գայլ։ Ապրես։ Այ, իսկ եթե գնաս իմ ասած ճանապարհով։
Նախ ճանապարհը ավելի կարճ կլինի եւ զարդարված կլինի բազում ծաղիկներով ու ծաղկափնջերով։ Արմեն ջան, շատ կարևոր գործ կա, որ դու պետք է գաս մեզ հետ։ Չեմ կարող, ձեզ ներկայացում եմ խաղում։ Այդտեղ այս ասում եմ կարևոր գործ կա, դու ասում ես ներկայացում եմ խաղում։ Տղեկ ջան, չեմ կարող, ես էլ պիտի տատիկին ուտեմ։ Հələ դե տատին ես կուտեմ, դուք գնացեք։ Աղբի, 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 աղբի,